Ողջույն, հարգելի գույսեր, սա ձեր կանխատեսումն է 2026 թվականի ֆինանսական կանխատեսումն է իհարկե տարվա բոլոր ամիսների համար։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, կարող եք տարվա ընթացքում հետո վերադառնալ, նորից նայել, թե որ ամսում ինչ է կատարվելու ձեզ հետ, արդյոք արժի ներդրումներ անել, չարժի կամ դուրս գալ աշխատանքից, արդյոք նեղվելու եք այդ ամիս աշխատանքից, գումարից, եւ գումարն էլ բնականաբար աշխատանքի հետ է կապված, կամ եթե նեղվում եք, կարող եք մտնել տեսնել, արդյոք պետք է նեղվեիք եւ ինչ կարող եք անել, միգուցե ինչ-որ հուշումներ կան նաեւ կանխատեսման մեջ։ Եվ իհարկե գործում է վճարովի խումբ, որտեղ որ կլինեն 1 տարվա լուսնային օրացույցը ժամանակից շուտ, արդեն որոշ մարդիկ գրանցվել են, որոշ մարդիկ բնական է, այդտեղ վճարել են դեռևս չեն գրանցվել, եւ շատերը կարող են լինել Facebook-ում, շատերը կարող են լինել WhatsApp-ում կամ նաեւ Telegram-ում, ով որտեղ որ ցանկանում է գրանցվելու համար վճարում եք եւ բացի դա էլ այնտեղ նշում եք ձեր տվյալները ամբողջությամբ, որպեսզի Եվան ձեզ գրանցի, որովհետեւ այնտեղ բացի լուսնայինից նաեւ կլինեն որոշ պահեր, որոնք որ վերաբերվում են հենց ձեր ծնված օրերին։ Օրինակ կարող է դուք չեք ոչ ոք չի ծնվի օրինակ այնտեղ ամսի 2-ին եւ անիմաստ այնտեղ ինչ որ 2-ի մասին խոսակցություններ լինեն։ Դա օրինակ է, հա, ինչ որ պահեր են, որոնք որ պետք է լինեն ձեր ծննդյան օրվան, ձեր քարտեզին համապատասխան միայն։ Այսքանը տեղեկատվության համար, հուսով եմ, վերջ։ Եվ դե նայում ենք 2 քարտով, ինչպես որ մնացած կանխատեսումները մինչև ձեզ հասնելը, որպեսզի 2 քարտերը գոնե ամեն մեկը տարբեր բաներ են ասում, գոնե հասկանալի լինի։ Անցնելու եք այդ փուլը թե ոչ, հա, որովհետև ոնց որ սա ավելի օգնական է եւ ասում է անցնելու եք այդ փուլը թե ոչ։ Եվ արդեն սկսենք, այս պահը կարող եք առաջ տալ, եթե ձեզ չհետաքրքրում տեղադրման պահը։ Գնայինք ընդհանուր ֆոնը եւ հետո նոր 12 ամիսները։ Գույսերի ֆինանսական վիճակը 2026 թվականի համար։ Ընդհանուր ֆոնն է սա։ Եվ այսպես ամիսները, որ անընդհատ չկրկնեմ, բոլոր ամիսների համար։ Հունիս, հուլիս, եւ հավելյալ քարտերը նույնպես։ Գույսերի ֆինանսական վիճակը 2026 թվականին ինչպես է լինելու ընդհանուր ֆոնը եւ բնականաբար մնացած ամիսները։ Մարտ, այստեղ ապրիլ, ինձ թվում է երևում է ամիսները գրված, որոշեցի փոխել, հետո փոշմանեցի։ Տակից եւ վրայից վերցնում եմ, որովհետեւ որպեսզի անընդհատ 12 անգամ չխառնեմ դրա համար։ Ահա։ Եվ արդեն սկսենք ընդհանուր ֆոնից սկսենք, տեսնենք ինչ է սպասվում ձեզ, ընդհանուր ֆոնը շատ կարևոր է։ Այստեղ մի փոքր մտածմունքների մեջ եք, ավելի շատ կարելի ասել հոգնել եք, միգուցե դուք եք գումար վաստակում տանը, հոգնել եք գումար վաստակելուց, որ միայն ձեր վրա է այդ բեռը, դուք եք անում միայն, ուրիշ ոչ ոք չկա, որ այդ հարցը վերցնի իր վրա։
Եվ սա նաև աշխատանքին էլ է վերաբերվում ինչ-որ չափով ձանձրույթ է մշտապես նույն աշխատանքը, մշտապես նույն բաները եւ պետք է փոխել այս տարի։ Եթե այդպես նստեք եւ մտածեք, թե ինչ անեք կամ ոչինչ չի ստացվում կամ նմանատիպ ոչ մտածմունքներ, ապա նշեմ, որ ձիու տարին այդպեսին չի, հա, ձին չի սիրում այն մարդկանց, ովքեր որ ուղղակի կնստեն բազմոցին։ Նաև այստեղ կարող է ունեք որոշ պարտքեր, ունեք որոշ վարկեր, որոնք որ մտածում եք, թե ինչպես պետք է վճարեք, կամ վճարեք ի վերջո ազատվեք դրանից, հոգնել եք, որ անընդհատ ինչ-որ մեկին պետք է ինչ-որ հստակ ժամանակահատվածում գումար տաք։ Հեշտ է ավելի շատ այնպես ուղղակի օրվա համար, ուտելիքի համար, ինչ-որ գումարներ աշխատել եք, քան հստակ որ գիտես ֆիքսված հենց այդ օրը պետք է ինչ-որ մի բան վճարել, դա բնական է արդեն այդքան էլ լավ չէ։ Նաև ինչ-որ փոստաթղթեր կարող եք ստանալ, որի մեջ գրված է գումար, արժեք, պայմանագիր կնքել, կարող եք հենց վարկ վերցնել, կարող այստեղ նեղվում եք գումարից եւ որոշում եք օրինակ վարկ վերցնել, վարկ ձևակերպել ի վերջո։ Դա չգիտեմ, ձեզ համար մանրակրկիտ պետք է ուսումնասիրել, թե արդյոք կարելի է 2026-ին վարկ վերցնել, թե ոչ։ Նաև սա կարող է օրինակ ձեզ հրավիրում են ոչ հարսանիքի, որը շատ կարևոր հարսանիք է եւ ֆինանսապես սա ինչ որ մտածմունքներ ունեք, թե ինչպես է կանելու, ինչ նվեր գնեք, որ իրենց դուր գա, որովհետեւ մի փոքր ավելի կարող է ֆինանսապես ավելի ուրիշ ձև են, հա, ավելի ապահովված են եւ այդ մտածմունքները նաեւ կա ձեզ մոտ։ Համենայն դեպս ինչ որ բանից հոգնել եք, նույն աշխատանքից, նույն գումարի չափից, նույն այն ինչ որ բանից հոգնել եք, եւ դրա համար կարող եք նաեւ քայլեր անել։ Կարող են ձեզ նաեւ առաջարկել, այստեղ այն դրա համար կարող պայմանագիր եք կնքում առաջարկել մեկ այլ ինչ որ գործեր կամ մեկ այլ բաներ, որոնք որ էլի եւս գումար ձեզ կբերեն։ Այստեղ հոգնածություն կա։ Տեսնենք միգուցե ինչ որ ամիս է ցույց տալիս, թե ինչու է դա այդպես։ Տեսնենք հունվարը, դա մի փոքր ծանր է։ Հունվար ամիսը պետք է ավելի չափավոր ծախսեք գումարները, ամեն ինչում չափավորություն, հավասարակշռություն պահպանեք ֆինանսներում, ինչ որ շատ ծախսեր պետք է չանեք, պետք է մտածված ծախսեր անեք, ավելի հանգիստ կլինի, ավելի կայուն, բայց այստեղ նաև ունեք վեճ ֆինանսական, դրա համար կամ միգուցե մի կողմ եք դնում ձեր գումարները, որպեսզի այդ հարցերը լուծեք։ Այստեղ գումարի հետ կապված կոնֆլիկտներ են, հնարավոր է նաև դատական գործընթացներ են գումարի հետ կապված, գույքի բաժանում, հա, պարտքային պարտավորվածություն, ինչ որ լարված պահեր են գումարի հետ կապված։ Կամ դուք եք ձեր գումարները ուզում, կամ ինչ որ մարդիկ են իրենց գումարները ուզում, այստեղ ֆինանսական հարաբերությունները այդքան էլ լավ վիճակում չեն։ Նաև սա ներդրումներ բացարձակ մի արեք այդ ամիս, փորձեք հենց ճիշտ ծախսել ձեր գումարները խնայողաբար, որովհետև կարող է ինչ որ մի բան դանդաղել, ինչ որ մի բան ուշանալ, հա, գումարի մասն է խոսքում ենք գումարի մասին։ Նաև դատարկ խոսակցություններ կարող են լինել գումարի հետ կապված։ Եթե ներդրում անեք, եթե ինչ-որ բաներ փորձեք գնել, վաճառել, այսպես ինչ-որ գումար աշխատելու համար, դա արդյունքները այդքան էլ լավը չեն լինի։ Դե համար ուղղակի հունվար ամիսը, ինչպես որ բոլորն են ընդհանրապես անում, հա, շատերը կարելի է այդպես ասել, ոչ բոլորը, բայց հունվար ամիսը միշտ ֆինանսապես ավելի քիչ պահեր են, որովհետև գումարը ծախսվում է եւ հունվարը միշտ ավելի քիչ է գումար մնում, որպեսզի ապրեն մարդիկ։ Դա սովորաբար այդպես է լինում։ Տեսնենք փետրվարը, միգուցե փետրվարը ինչ որ մի բան այստեղ մեզ հուշի։ Երկրորդ քարտերը այդքան դուրս չեն գալիս, ինչ որ մի բան կա ձեզ մոտ այս երկու ամիսը, որ վերաբերվում է հստակ խաբեությանը, ֆինանսական խաբեությանը, կռիվ, վեճ, ինչ որ գումարի հետ կապված։ Եվ մանրամասն ավելի փետրվարին փորձեք նոր բան սկսել,
նոր հնարավորություններ ձեռքում կլինեն, հա, ինչ-որ նոր բան փորձելու հնարավորություն կունենաք։ Սա ավելի շատ համարձակ քայլերի, ռիսկային քայլերի ժամանակն է, մարդը այստեղ ավելի թեթև է եւ այն ասում է հետևանքների մասին չի մտածում։ Այստեղ ունենք խաբեբայի քարտը։ Պետք է ուղղակի զգույշ լինել, հա, խուսափել բոլոր շտապ արագ որոշումներ կայացնելուց։ Ամենաճիշտը ոնց որ հավասարակշռություն պահպանելն է, ինչպես որ նաեւ հունվար ամսին էր։ Բայց այստեղ քարտ ունենք, որը խոսում է անարդարությունից, խաբեբայությունից, խորամանկ մարդկանցից, այդտեղ կարող է շրջապատված լինեք, կարող է իրենք են ձեզ ինչ-որ նոր բան առաջարկում, խորհուրդ տալիս, որը նաև իրենց է օգտակար, ոչ թե այդքան ձեզ։ Ռիսկային ներդրումներ մի արեք, հատկապես եթե ինչ-որ կասկածելի մարդիկ են ձեզ ասում կամ ուղղակի չեք ճանաչում այդ մարդկանց, այդպես լիարժեք։ Դա ֆինանսական խնդիրներ են, հա, որը որ կարող եք դուք ստեղծել իրար վրա, այդպես բուրգ ստեղծեք, հա, մի խնդրից դուրս գալու համար մյուսին դիմեք, դա ավելի մեծ խնդիր ստեղծի ձեզ համար։ Դա համար պետք է միգուցե դուք պետք է խորամանկություն ցուցաբերեք, որպեսզի կարողանաք նոր ինչ-որ մի բան սկսեք, բայց նաև եթե ուղղակի ձեզ կառաջարկեն, հա, այդ ժամանակահատվածում պետք է ուղղակի ուշադիր լինեք, հա, որտեղ ֆինանսական խաբեություն է, խարդախություն է, ինչ-որ սխեմաներ են խարդախ, որոնք որ ձեզ կարող են ներկայացվել, որ շատ հիանալի է դա եւ դուք էլ որոշեք, հա, դե շատ լավ է, կարելի է նոր բան սկսել, մտնել սրա մեջ եւ հետո խնդիրների մեջ հայտնվել։ Նաև սա երրորդ կողմի կարող է խորամանկության պատճառով ինչ-որ կորուստներ ունենաք նաև։ Նման մի թույլ տվեք այդ ամիս ոչ ոք մտնի ձեր ֆինանսական դաշտ։ Տեսնենք մարտ ամիսը գուցե ինչ-որ մի բան է փոխում, այո, մարտ ամսում, եթե աշխատանք չունեք, նաև աշխատանք կարող եք գտնել։ Շատ լավ է երրորդ ամիսը ձեզ համար, մարտ ամիսը։ Նա նշանակում է առատություն, բարգավաճում, աշխատանքը եւս հա հիանալի է այստեղ, ռեսուրսները կկարողանաք շատ ճիշտ օգտագործել, գումարներ կարող եք ստանալ, հա սա գումարային աճ է, ֆինանսական աճ է, որը կունենաք։ Եթե գումարից նեղվում եք, ապա այդ ամիսը արդեն իսկ հիանալի ձեզ համար կլինի, որից է խնդիրներ չեք ունենա, ֆինանսական վիճակը կբարելավի, ավելի լավ կլինի ձեզ համար։ Եվ եւս ավելի մտածված կլինի ձեր ծախսերը։ 3 ամիս ոնց որ դուք ավելի ոնց որ ճիշտ եք սկսելու ծախսել եւ այդպեսով կարող եք գումարներ հետ գցել, գումարներ հավաքել։ Ուրեմն այստեղ կարող եք վարկ վերցնել, բանկին դիմել ինչ-որ գումարի համար, պետական աշխատանքից կարող եք, պետական հիմնարկությունից կարող եք գումարներ ստանալ, դա հարկայինն է, որ կարող եք այդ ժամանակ ինչ-որ գործեր ունենալ այնտեղ, վարկ վերցնել, ինչպես արդեն նշեցի, որովհետեւ գործարքներ ֆինանսական կատարեք, բանկում խնայողություն բացեք կամ ինչ-որ հատուկ քարտ հանեք, որը միայն կլինի խնայողությունները, այնտեղ գցեք։ Բավականին նորմալ է լինելու ֆինանսական վիճակը ձեր։ Լավ եկամուտ կունենաք, առաջ կշարժվեք։ Ոնց որ այս կինը նաև ոնց որ խելացի եւ ճիշտ է կառավարում իր գումարները։ Ես չեմ տեսնում, որ դուք գումարային նեղվածություն ունեք, բայց նաև ինչ որ խարդախություններ այստեղ կարող են լինել եւ պետք է ճիշտ ծախսեք, որպեսզի հա դեռևս այդ 3 ամիսը ոնց որ ձեզ խորհուրդ են տալի, միգուցե նաև պետք է հետ գցեք, որովհետեւ այստեղ կարող է նաև Սատուրնի դերն է խաղում, միգուցե ձեզ մոտ ինչ-որ միտեղ է տեղակայվել եւ պետք է հետ գցեք։ Տեսնենք ապրիլ ամիսը։ Հիանալի քարտ է, ուժի քարտն է սա, որը որ շատ հիանալի է, եւս կողքին է, եւս հիանալի երկու քարտերն էլ։ Եվ ինչպես տեսնում ենք, այստեղ 4 ամիսներն էլ ընկել են մեծ արկաններ, դրանք բարձր արկաններ են կոչվում, եւ դրանք ավելի կարեւոր նշանակություն ունեն ձեր կյանքում։ Քան օրինակ մանր մուներ, հա, այստեղ ինչ որ բաները շատ կարեւոր դեր են խաղում ձեզ համար։ Եվ այստեղ ապրիլ ամիսը դուք հենց ուժ կունենաք, էներգիա, վստահ կլինեք ձեզ վրա։ Եվ այստեղ կարող է որևիցե բիզնես բացեք, ձեր գործերը առաջ տանեք,
յուրաքանչյուր դժվարություն ֆինանսական այդ ամիսը կկարողանաք հաղթահարել, հաջողության հասնել յուրաքանչյուր խնդրի դեպքում։ Այնպես որ ամենակարևոր քարտն է, սա ուժի քարտն է, որ մարդը հենց ուժ պետք է ունենա, որ ամեն ինչին դիմակայի։ Կվերահսկեք ձեր արարքները, ձեր ծախսերը, նույնպես, հա, այստեղ եւս դա կարող եմ ասել։ Միայն պետք է ճիշտ մտածված անեք, այստեղ բիզնես կարող եք բացել եւ երեխան նաեւ մի փոքր ցույց է տալիս, որ ոչ լուրջ պահեր, պետք է ուղղակի ամեն ինչին լուրջ նայեք, եթե ուզում եք հստակ բիզնես բացեք։ Սա զարգացող բիզնես է ձեզ համար, սա նոր նախագիծ է։ Ինչ որ մի ձեզ համար, եթե աշխատանք չունեք, եթե ինչ որ գործ եք ուզում սկսեք, ոչ թե ինչ որ հասարակ པարզ մի բան կմտածեք եւ կսկսեք անել այդ ամիս։ Ինչ որ նոր գործունեություն։ Դա նաև կարող է լինել կես դրույքով որոշ աշխատանք կամ ինչ որ տարօրինակ գործ կարող եք անել կողքից։ Դե կարող է դա կողքից թվա, որ դուք տարօրինակ եք անում, ձեզ համար տարօրինակ գործ չի դա լինի։ Նաև սա փոքր պաշտոն է, որ կարող եք ունենալ, սա նաև երեխաների հետ կապված աշխատանք է, որ կարող եք երեխա խնամել, օրինակ այդպես գումար գա, կամ այնտեղ աշխատել, այդպես գումար գա։ Սա սկիզբ է, ինչ որ մի բանի սկիզբ է, եւ սկիզբը դուք կարող եք դնել։ Սա նաև ոմանց համար առաջին եկամուտը կարող է լինել իրենց բիզնեսի, հա, իրենց եկամուտի։ Եվ կարող է նաև ֆինանսապես այդ բիզնեսի մեջ նոր եկեք։ Այդ համար պետք է այս մյուս քարտն էլ է ասում, որ նախաձեռնող կլինեք, ուժ կունենաք, այդ ամենը կկարողանաք անել ապրիլ ամսին։ Տեսնենք մայիսի ինչ է ասում։ Եվս էլի հիանալի է, որովհետև այստեղ ֆինանսական քարտն է եւ եւս բարձր ֆինանսների քարտն է դա համարվում։ Եվս էլի գումարներ կստանաք, բացարձակապես գումարային խնդիրներ այստեղ չկան, եկամուտներ կունենաք բավականին շատ գումար կմտնի ձեր տուն։ Նաև կարող է ձեր սիրելին է դրսում կամ ձեր սիրելին էլ է աշխատում եւ իրար հետ գումար է, այդպես տուն կմտցնեք երկուսով ավելի արդեն շատ կլինի գումար։ Մի տեսակ սիրով կանաք ձեր գործը եւ դրանից էլ շատ ավելի գումար կստանաք։ Դե չնայած որ հենց ձեր սիրելին է կարող է ուղարկել ձեզ գումար այստեղ ավելի շատ։ Ձեր սիրելիի հետ ինչ որ մի գործեր կարող եք որոշել սկսել եւ այդպիսով էլի գումարը զարգացնել, առաջ տանել։ Եթե ապրիլին ինչ որ բիզնես եք սկսում, ապա ոնց որ ընտանիքի անդամներով կամ ձեր երկրորդ կեսի հետ կարող եք այդ ամենը շարունակել նաեւ մայիսին։ Միանալի քարտ է, ֆինանսապես կարող եք օգնություն ստանալ, կարող եք վարկ ձևակերպել եւ ստանալ, ինչ որ լինի, ոնց որ լիարժեք կուրախանաք այդ ֆինանսական եկամտից։ Կարող է ժառանգություն եք ստանում նաեւ։ Մայիս ամիսը ապրիլը հիանալի է, նաեւ մարտից սկսված այստեղ կարելի ասել ինչ որ մի բանը առաջ շարժվելու ձեզ մոտ ֆինանսական առումով ինչ որ մի բան, հա, այստեղ կամ սկսելու է ձեր ոնց որ ավելի շատ եկամուտներ ստանաք կամ ձեր ապրանքը վաճառվի, եթե ապրանք եք վաճառում։ Տեսնենք հունիսը։ Հունիսին եւս էլի տեսեք այստեղ ինքը սառը քարտ է, բայց սա նշանակում է մարդ ինքն է այդպեսին սառը կդատեք, սառը կնայեք այս կամ այն հարցին, ավելի լուրջ կմոտենաք ամեն հարցին։ Մարդը ոնց որ ամեն ինչը դարակներում, ամեն ինչը ճիշտ չափված ձևված, հա, այդպես կլինի։ Մի տեսակ ավելի շատ վստահ կլինեք ձեզ վրա, ավելի վստահ կկառավարեք ձեր ֆինանսները, ձեր գումարները։ Կայուն կլինի ձեր ֆինանսական վիճակը եւ բացարձակապես դե արդեն իսկ նշեցի, երբեք չեք նեղվի, հաջող ներդրումներ կունենաք։ Իսկ նաեւ այստեղ հավելյալ ձկները եւս խոսում են, հա, որ կարող է ունենաք որոցը пассив եկամտի աղբյուր, ինչ որ մի բան անեք, այնտեղից գումարները կան, նկատելի նաև կապիտալի աճ, գումարներ հսկայական կունենաք։ Նաև կայունություն է, սա ֆինանսական, ամենայն դեպս այդ ամիսը ֆինանսական կայունություն է, սա կամ գումար կստանաք, գումար կծախսեք, ինչ որ բաներ կարող եք գնել ձեզ համար մեծ իրեր կամ մեծ գումար գա։
Նույն դեպս ձեր ֆինանսական վիճակի բարելավում է նշանակում, շահումներ նաև կարող եք ունենալ, բավարարված կզգաք ձեր ֆինանսական վիճակով։ Եկամտի աճ, թանկարժեք նվերներ կամ դուք կստանաք, կամ դուք կգնեք ինչ-որ մեկի համար։ Եվ սա կարող է նաև լինել բոնուս, որ ստանում եք ձեր աշխատանքի վայրում։ Եվ կամ միգուցե ինչ-որ մի բան է, որը ավելի այնպիսի աշխատանք եք անում, մենակ կարող է այստեղ ամառը հիանալի է։ Հունիս ամիսը ևս հիանալի ամիս է ձեզ համար, ես բացարձակ չեմ տեսնում ֆինանսական խնդիրներ։ Այսքան ժամանակ չեմ տեսնում, ուղղակի ձեզ զգուշացումներ կան, որ մի փոքր ճիշտ ծախսեք ձեր ֆինանսները, ինչ-որ հատուկ բաներ չկա։ Այստեղ կարող եմ ձեզ ուղղակի մեջքից մի փոքր հարվածել, հա, սա ավելի շատ դա է նշանակում։ Այստեղ երկու քարտն ձեզ ասում են վերանայում ձեր ֆինանսական վիճակին։ Սա նշանակում է մի փոքր կորուստ կամ մեջքից հարված, միգուցե եթե ինչ-որ մեկի հետ եք գործանում, մի փոքր ուշադիր եղեք այդ ամիսներին, հա, այստեղ հունիս-հուլիս, որպեսզի այն գումար չհանեն ավելորդ եւ դուք մնաք առանց գումարի։ Այստեղ կարող է նաև, եթե գործարքներ եք ուզում կնքել, ապա այստեղ նաև այս քարտն է ասում, որ շատ պետք է ուշադիր լինեք այդ գործարքներին, որովհետև խաբեություններն կարող են լինել եւ դուք կորուստներ ունենաք դրա մեջ, հա, եւ սա նախազգուշացում է ձեզ, որպեսզի դուք այստեղ շատ ուշադիր լինեք, հատկապես հակառակորդի հետ կապված, հա, նայեք այստեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի վատ բան է անում եւ հետո տխրում է դրա համար, իսկ մյուսը ավելի իրանից գոհ է, որ այդ խնդիրը ստեղծեց դիմացինի համար։ Եվ սա նշանակում է թաքնված ֆինանսական ոճը տեղեկատվություն, այստեղ հաշվետվությունների վերլուծություններ, նաև հարկային խնդիրներ այստեղ կարող են լինել, ուղղակի դա է, այնտեղ մեջքից հարված որ գալիս են, ստուգում են, եթե բիզնես ունեք։ Եթե ոչ, սա կարող է, եթե պարտքեր ունեք, կարող է հարկադիրն է, սա նաև ինչ-որ բաներ են, հա, ոնց որ մարդիկ սխալ փնտրեն կամ դուք եք սխալներ փնտրելու, օրինակ, եթե ինչ-որ միտեղ եք աշխատում, ոնց որ մտածում եք, բայց ոնց որ քիչ են վճարել, հա, ես այսքան ժամ չեմ աշխատել, ավելի շատ եմ աշխատել, եւ դրա մեջ խնդիրներ եք փնտրում եւ զգում եք ոնց որ ինչ-որ մեկը ձեզ ուզում է խաբել, գցել, հա, գալու, հայերեն ասված։ Նաև այստեղ պետք է սովորեք, օրինակ, եթե ինչ-որ մի բան, եթե օրինակ բիզնես եք կառավարում եւ չգիտեք ինչ-որ մի բան, ինչպես կառավարել, ապա լավ կլինի, որ այստեղ ձեզ տակ ուսման սովորեք։ Նաև միգուցե գումար ծախսում եք ուսման վրա, վճարում եք, հա, ուսմանը ձեր, միգուցե նաև ուս վճար եք ստանում, հա, սովորում եք։ Նաև հենց դա է, կարող է սխալ հաշվարկներ անեն, սխալ տան, ոնց որ ավելի քիչ տան, դա համար պետք է ոնց որ ասում են պայքարեք ձեր իրավունքների համար, եթե նմանատիպ ոչը բաներ կլինեն։ Նաև վերահսկեք եւ վերլուծեք ձեր բոլոր ներդրումները, եթե ինչ-որ բաներ եք անում, գործեր եք անում, եւս ասում եմ էլի վերանայեք ձեր աշխատանքը, աշխատավարձը, թե արդյոք վճարվել եք այդ ժամանակ այդքան, ինչքան որ պետք էր վճարվել, թե ինչ-որ գումար են հանել, միգուցե վարկի վերջին ժամկետն է եւ ինչ-որ բաներ են ավելորդ հաշվարկում ձեզ վրա, որ սա էլ դեռ պետք է վճարեք, բայց դուք արդեն վճարել եք, դա համար լավ վերլուծեք ամեն ինչը։ Եթե գործարք եք ուզում կնքել, եթե ուզում եք վարկեր վերցնել, ապա անպայման այնտեղ նայեք մի անկյունում հաստատ մի բան այնպես չի գրված լինելու, որ ձեզ դուր գա։ Հետո դուք կարող եք նկատել դա։ Վճարներին ուշադրություն դարձրեք, թե որտեղից ինչ եք գնում այդ ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր ինչ-որ բան կարող է թաքնված լինել, դուք չհասկանաք։ Ստուգեք ձեր փաստաթղթերը բոլոր ֆինանսական եւ նայեք համապատասխան ինչ կա, իրար համապատասխանում է, թե անհամապատասխան են։ Նաեւ սա կրթաթոշակ է, որը որ կստանաք արդեն նշեցի, եւ վերահսկեք անպայման ձեր բանկային հաշիվը, թե ինչքան է մուտք լինում, ինչքան է դուրս գնում։ Անպայման այդ ամսին։ Նա ոնց որ ինչ որ հարված է, հա, ոնց որ փորձում են հարվածել։ Օգոստոս ամիսը տեսնենք։ Օգոստոս ամիսը ընտրության ամիս է ավելի շատ, եւս էլի բարձր արկան է,
Շատ լավ է, որ բարձր արկաններեն տարին ձեզ համար կարևորվում է, հա, կարևոր տարի է ֆինանսապես կամ փոփոխության կամ ինչ որ մի բան է տեղի ունենալու կամ եթե չէիք աշխատում աշխատանք կամ աշխատավարձ են բարձրացնում կամ ինչ որ մի բան է կամ բիզնեսն է առաջ գնում կամ բիզնես եք որոշում հիմնել եւ այն ձեզ օգտակար է լինում։ Եվ օգոստոս ամսի ոնց որ խաղաղ եք, հանգիստ եք, գումարային առումով բացի այն որ կարող եք ընտրություն կատարել մի քանի եկամտի աղբյուրների միջև, նաև սա ոնց որ դուք կստանաք ձեր ցանկալի եկամտի աղբյուրը, այն քանակը, այսինքն ինչին եք ուզում դուք հասնել, հա, ինչ բարձրունքի, ինչ դիրքի եք ուզում դուք ֆինանսապես հասնեիք։ Կարող է նաև այստեղ գնաք ճանապարհորդության, կարող է ինչ-որ մարդկանց հրավիրեք ձեր մոտ, դրանց վրա գումար ծախսեք, ինչ-որ ճանապարհների, տրանսպորտի, ինքնաթիռի։ Սա նաև ուղղակի ձեզ խաղաղություն է տալիս այս քարտը, հանգիստ եք ձեր ֆինանսական վիճակի համար, բացարձակապես չեք նեղվում։ Սա նաև կարող է լինել, որ նախագծի ավարտ, որից հետո ձեզ գումար են վճարում։ Նաև աշխատանքի մեջ սա ճանաչում է ձեզ եւ դրանով կարող եք պարգևավճար ստանալ կամ պարգևատրվել, ինչ որ գումարի հետ կապված։ Նաև սա տոնակատարություն է, որը կարող է լինել այդպես գումար ստանաք կամ ինչ որ մասնակցեք դուք, այնտեղ ինչ որ խոսեք, այստեղ գուցե գլխավոր դերում եք, խոսում եք, թամադա եք կամ ինչը, կամ երգում եք, այնտեղ ինչ որ դրանից կարող եք նաև այդ ամսին գումար վաստակել, գումարներ ունենալ։ Եվ իհարկե արևը ինչ է նշանակում, շահույթ, հաջողություն, շահութաբեր նախագծի ավարտ, երկուսն էլ նույն բանն են ձեզ ասում, նվաճում, ճանաչում, բարգավաճման ժամանակաշրջանն է ձեզ համար, օգոստոս ամիսը։ Եվ կարող է իրոք այնպես է ստեղծվում, որ մի քանի եկամտի աղբյուրներ ունեք եւ արդեն չեք հասցնում, թե մտածում եք, որը ծախսեք, որը օգտագործեք, այդպես։ Որը մնա, որն է ձեզ ավելի եկամտաբեր։ Տեսնենք սեպտեմբեր ամիսը բավականին ոգևորված կլինեք, որ նվաճեք այստեղ, հա, ինչ որ առաջ խաղացում եւս։ Այդ ամիս կուսումնասիրեք նոր ֆինանսական հնարավորություններ, թե որտեղից կարող եք ավելի շատ գումար վաստակել, այստեղ նաև կարող եք ունենալ երկու եկամտի աղբյուրներ, ինչ որ երկու ֆինանսական իրավիճակից, եւ այստեղ ընտրություն եւ այստեղ կարող եք ընտրություն կատարել կամ ռիսկի դիմել, բայց երկու տեղում էլ ոնց որ ներդրում անել կամ մտածեք օրինակ այստեղ կարող է երկու աշխատանք եք անում, երկու տեղից է գումար է գալիս։ Նաև այստեղ որոշում կարող եք կայացնել, որը որ կազդի ձեր ապագայի վրա։ Եվ եթե ինչ-որ մի բան եք որոշում անել, անպայման երկար մտածեք, նայեք դիրքերը, թե ինչ կարող է տեղի ունենալ, նոր հետո արեք։ Դե սա եկամտի բազմաթիվ տարբեր աղբյուրներ են, տարբեր ֆինանսական ներդրումներ, լրացուցիչ նաև կեսդրույքով աշխատանք կարող է լինել ձեզ համար։ Եվ նախընտրեք, հետո նոր ծախսեք, հա, ընտրեք ինչ-որ մի բանը, նոր հետո ծախս արեք դրա վրա։ Անմիջապես մի տեսեք եւ գնեք, հետո նոր հետո կարող եք փոշմանել, որ սա այդքան էլ լավը չէ։ Եվ եթե գումար եք ակնկալում, որպեսզի ստանաք, ապա այն կարող են ձեզ վճարել մաս-մաս, ոչ ամբողջական գումարը։ Այսքանը սեպտեմբերի համար եւ տեսնենք հոկտեմբերը։ Հոկտեմբերը մի փոքր նեղվում եք, բայց արջը ձեզ ուժ է տալիս, որպեսզի կարողանաք այն հաղթահարել։ Ընդհանրապես այս քարտը նա է, որ մարդը արդեն ցավ չի զգում։ Այստեղ կարող է հարվածները ֆինանսական, խնդիրները ֆինանսական, բայց այստեղ հետևում արև կա եւ այդ խնդիրների լուծումը դուք կկարողանաք գտնել։ Սա նաեւ որ մարդը տառապում է, բայց ցավ չի զգում, որ երբ որ նոր է ինչ-որ մի բանը կամ առաջին անգամ է ինչ-որ մի բան մարդը տեսնում, այդ ժամանակ շատ է ցավ ապրում։ Իսկ հետո երբ որ նմանատիպ բաներ են լինում, օրինակ կորուստ կամ դժվարություն, մարդը արդեն այդքան էլ այդ ցավը չի զգում, ուղղակի հասկանում է, որ դրանից պետք է կարողանա դուրս գալ։ Եվ այդտեղ դուրս գալու ելքը կա։ Հատկապես այս արջը, որը որ ձեզ ուժ է տալու, միգուցե ինչ-որ մեկն է դա։
Եվ դա նաև նշանակում է յուրաքանչյուր խնդիր կկարողանաք լուծել այդ ժամանակ, եթե ինչ-որ դժվարություններ ունենաք ֆինանսական եւ նոր սկիզբ դնելու հնարավորություն նաև կունենաք։ Կարող են ձեզ օգնել, կարող է ինչ-որ մեկը ներդրում անել ձեր գործերի մեջ, միգուցե ինչ-որ մեկը ձեզ օգնի նաև աշխատանքի հարցում, եթե այդ ժամանակ աշխատանք չեք ունենա, կապիտալի ավելացում տեղի կունենա։ Նաև սա իշխանություն է եւ վերահսկողություն գումարի նկատմամբ, հա, դուք կկարողանաք կառավարել ձեր գումարները, ինչքան է որ նեղվեք այնտեղ, միևնույն է կկարողանաք կառավարել։ Շահավետ գործարք կկնքեք, միգուցե հա դիմացը կամ մտածում եք կամ ինչ որ մի ձևով կամ կարող եք նեղվել, բայց հետո ամեն ինչը կանցնի ձեզ մոտ։ Եվ այստեղ եւս հա գումարային մեծ ինչ-որ կորուստներ, նման ինչ-որ խնդիրներ այս քարտով գոյություն չունի։ Մարդը արդեն այդ ցավը ապրել բրծել է։ Եվ չի զգում այլ ոչինչ, ինչպես որ սկզբում ասացի, դրա համար այստեղ կկարողանաք շատ հեշտ այդ խնդրին լուծում տալ, որտեղ ոնց որ գիտեք արդեն ոնց պետքա դա անեք, ոնց պետքա այդ հարցին լուծում տալ։ Եվ շատ արագ նոր հնարավորություններ կգտնեք յուրաքանչյուր այդ խնդրին լուծում տալու համար։ Տեսնենք նոյեմբերը։ Նոյեմբերն է մի փոքր նեղվածություն է այստեղ ֆինանսապես։ Ֆինանսապես նեղվածություն է սա, հա, ամենա ֆինանսական քարտն է, որը նեղվածություն է ցույց տալիս։ Եվ կարող եք դիմել այդ կնոջը, որպեսզի նա ձեզ օգնի, օգտակար լինի։ Գուցե ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, կամ ինչ-որ մեկից գումար եք վերցնում պարտքով, այդ ժամանակահատվածում նոյեմբերը բացարձակ ոչ մեկին պարտքով գումար մի տվեք, պետք է մի կողմ դնեք գումար անպայման, որովհետև նեղվածությունն է այստեղ, ոնց որ մարդը վերջին գումարներն է, անգամ անիմաստ կարող ծախսել նաև եւ հետո նստել նայել, որ գումար չկա։ Ոչ չմտածված, չհաշվարկված ինչ որ մի ծախս անեք։ Եվ վերջում տեսնեք, որ գումար չունեք, նեղվեք, հետո դիմեք այդ կնոջը, ձեր տնօրենն է հավելյալ գումար ուզեք, կամ հա ինչ որ մի կին է, ով որ ձեզ օգտակար կլինի այդ ժամանակ։ Ոչ մի կարևոր բաներ մի գնեք, կամ հաշվարկեք գնելուց ուղղակի լավ ուսումնասիրեք, թե ինչքան ծախսեցիք, ինչքան եկամուտ եղավ, ինչ եղավ, այդ ամեն ինչը լավ ուսումնասիրեք։ Որովհետև այդտեղ կարող եմ ասել դժվարություններ կան ֆինանսական։ Թե այստեղ հարվածում են, թե այստեղ արդեն այդ խնդիրները չեք զգում, որովհետև լուծելու ձևը գիտեք արագ, իսկ այնտեղ արդեն կարող եք չիմանալ։ Որովհետև հա անիմաստ ծախսեր են դրանք։ Վերջին հա կարող է նաև ոնց որ հազիվ հասցնեք ամսվա վերջ։ Ոնց որ կամ հաջորդ աշխատավարձ կամ հաջորդ եկամուտ։ Այդ ամիսը պետք է շատ ուշադիր լինեք։ Եվ այս կինը եթե չօգնի, դուք կարող եք նեղվել։ Համար ճիշտ պետք է շատ ծախսեք ձեր գումարները։ Եվ մինչև դեկտեմբերին անցնել մի փոքր վերլուծենք, այստեղ ձեզ համար կարելի ասել ամբողջ տարին շատ լավ էր։ Այստեղ կային, որ կարող էին ձեզ հարվածել մեջքից, դա եւս կարող է ստուգումներ լինել, ինչ որ շտրաֆներ կամ եւ այլն, եւ այստեղ եւս հա ինչ որ 2 ամիս հստակ նոյեմբերն է նեղվածություն, հոկտեմբերը կկարողանաք ելքը գտնեք։ Իսկ նոյեմբերը ելքը ո՞ց է կնոջ վրա է։ Հա ձեր հույսը ո՞ց է կինը, որ եթե չլինի ինքը կօգնի։ Բայց դա հա կարող է ուղղակի ծայրը ծայրին մինչև հասցնեք ամսվա վերջ կամ մյուս աշխատավարձ։ Տեսնենք հիմա դեկտեմբեր ինչպես եք փակելու։ Հիանալի եք փակելու, միգուցե երեխա եք ունենում։ Այստեղ միգուցե իրոք երեխա եք ունենում եւ դրանով նաեւ գումար եք վաստակում, չէ՞ որ հիմա երեխաների համար գումարներ են տալիս յուրաքանչյուր ամիս եւ այդպես էլ մարդը ոնց որ ֆինանսապես գիտի, որ երեխաների համար ամեն ինչը կա, չի նեղվում։ Եվ այդ ամիսը բնականաբար այստեղ ուրախության քարտն է դա նաեւ կարող եք ծախսեր անել արդեն դեկտեմբերի, հա, ամանորի հետ կապված։ Նաև ինչ որ մի բան լինի ֆինանսապես ավելի լավ պահեր լինեն, բարեկեցություն, շատ մեծ շահույթ, որը եւս ձեզ կուրախացնի այդ ժամանակահատվածում այդ ամիս։
բավարարված կզգաք ձեզ, ճիշտ կմտնեք ոնց որ նոր տարին, եւ բնականաբար ծախսերը կանեք այստեղ ամանորի հետ կապված։ Բայց մի փոքր այստեղ նաև ֆինանսական, պետք է հասկանաք ինչքան էլ դուք այստեղ շատ գումարներ ունեք, տոների վրա եք ծախսում, բայց պետք է գումարները կարողանաք ճիշտ ծախսել, որովհետև կարող է տատանվել այդ ամիս, եթե հատկապես բիզնես եք անում, կարող է մեկ գալ, մեկ չգալ, միևնույնն է, ոնց որ դուք կամ կողք եք գցել կամ նոյեմբերից հետո ինչ որ նոր եկամուտ եք գտնում ձեզ համար, գումարներ եք ստանում եւ ավելի, կարող է 13-րդ աշխատավարձ եք ստանում եւ ձեզ ավելի լավ եք զգում։ Բայց սա նաեւ ուղղակի փոքր շահույթ է նաեւ կողքից եկամուտը կարող է այդքան շատ չլինել, որ դուք կամ շատ ծախսեք, քիչ մնա, այդպես նաև դա կարող է ցույց տալ երկուսը միասին։ Կարող է դուք գումար ունեք, բայց ծախսում եք, բայց այդ ձեռքում քիչ է մնում մինչև հաջորդ աշխատավարձը կամ հաջորդ եկամուտը։ Դե ամենայն դեպս կբավարարի բոլոր տեսակի, ձեր կարիքները հոգալու համար, բայց ինչ որ շատ մեծ ինչ որ պահեր այստեղ, այս քարտով չի լինում։ Դա նաև կարող է վախը օրինակ, թեկուզ եթե ծախսելու եք, կամ եթե երեխա եք օրինակ ունենում, վախը երեխային ճիշտ մեծացնելու, ֆինանսապես ապահովելու, ամանորից հետո գումար ունենալու համար, ինչ որ վախեր են ներքին, որոնք որ կան։ Սա գումարի հետ է կապված, որ կարող է չերիկ հացնի, կարող է մի փոքր ամանորին այս մի քիչ ծախսենք, շատ չծախսենք կամ նման ինչ որ պահեր։ Նաև թաքնված եկամուտներ են, որ կարող եք դուք պահել ձեր երկրորդ կեսից կամ ուղղակի կողք դնել, ոչ ոք չի իմանա դրա մասին։ Դե նաև այստեղ ռիսկային էմոցիաների ազդեցության տակ ոչ մի ֆինանսական որոշումներ մի կայացրեք։ Այն որ հա դե ես իմով ա գալու, դե արի մի հատ կոկորտի լոս գնենք, դնենք սեղանին։ Նմանատիպ ռիսկային ոչ մի բան չի կարելի անել այդ ամսում։ Դե ամենայն դեպս ինքը եւս էլի չի ասում ձեզ, որ դուք ֆինանսապես անկայուն վիճակում եք, եւս էլի ասում է, որ գումարային առումով խնդիրներ չեք ունենա, ուղղակի կարող է մեկ գալ, շատ մեկ քիչ, այդպես եւ դրա համար ասում է, որ մի փոքր նաեւ հետ գցեք։ Ընդհանրապես գումարը սիրում է, որ հետ են գցում, դա ամենալավ բանն է։ Պետք է գումարը անպայման հետ գցել։ Այսքանը ձեզ համար, թող որ այս տարին, չգիտեմ որով վերցնեմ առաջինը, ես սիրում եմ, որ քարտերի տակ լավ բաներ են դնում, քարտերի տակ միշտ լավ բաներ են դրված, պետք է պարտադիր, որ այսպես ես նայում, ինքը լավ բան լինի, տակը, ես այդպես եմ սովորել, ինձ մեջ, այդպես, որ պետք է այդպես լինի, թող որ 2026 թվականը ձեզ համար լինի բարգավաճման տարի եւ երբ որ տեսնում եք, որ վատ բաներ են եկել, ապա դա զգուշացում է, դա պարտադիր չի, որ ձեզ հետ կատարվի, դա զգուշացում է, որ այս ժամանակահատվածում ուղղակի պետք է մի փոքր ավելի հաշվարկված ծախսել։ Ուրիշ ոչինչ։ Ինձ թվում է մարդկանց համար դժվար չի, որ մտածված ծախսեն, հաշվարկված, ես ինքս հաշվարկված եմ ծախսում, պարտադիր է դա, ինչքան էլ որ մուտք է ունենում, ինչքան թող շատ լինի, այնքան ավելի լավ, բայց ես միշտ հաշվարկված եմ ծախսում։ Միշտ դա իմ մեջ կա եւ սա ինչու է սա քարտին եմ ոնց ուշադրություն դարձնում ես ոնց աղա որ այսքան ծախսեցինք եւ այլն, դա շատ կարեւոր է որ մարդը հաշվարկում է իր գումարները թե ինչպես է նա օգտագործում։ Այդ դեպքում կարողանում եք նաեւ կողք գցել, ոչ թե ուղղակի այնպես ոնց որ հայերն են ասում ծխում եք գումարները։ Այսքանը սիրելիները ձեզ մաղթում եմ ամենալավագույն տարին, ամենալավ տարին է այս տարին, թող որ ձեզ համար եւս այն լավ լինի։ Լավ եղեք։